Դուք հայտարարել եք, որ տեսակցել եք Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին, ինչ կասեք նրանց վերաբերյալ, հատկապես Նարեկ Սամսոնյանի, ով անժամկետ հացադուլ էր հայտարարել եւ տեղափոխվել է պատժախուց, քանի որ քրեակատարողականում այլ հարմար վայր չի եղել հացադուլն իրականացնելու համար։ Նարեկն էլ Վազգենն էլ ամուր են, կամային են, ես հնարավորություն եմ ունեցել բոլորիս անունից իրենց շնորհակալություն հայտնել իրենց պայքարի համար, որ ոչ մի վայրկյան չեն նահանջել, անգամ այս բռնաճնշումների ազդեցության տակ, շատ լավ հասկանալով, որ այն առաջի անգամ, երբ որ իրենց հակաիրավական, հակաօրինական, այս Նիկոլի հեղինակազրկված իրավապահները այդ գետնին տապալելով տարել էին քրեակատարողական հիմնարկ, միևնույն է իրենք դրանից հետո էլ չեն ընկրկել իրենց պայքարում եւ իրենց ճշմարտության մեջ։ Ու շատ լավ հասկանում էին, որ Աղդամցի Ալենը կլիներ, մի հատ ուրիշ Նիկոլի բանդայից ներկայացուցիչ կլիներ, միևնույն է այդ մատնությունը իրենց վրա սարքելու էին ու իրենց միևնույն է դա չի կանգնացրել առաջ գնալ։ Ես չեմ ուզում կեղծել ու շատ կոնկրետ ասելու եմ, իրենց վիճակը լավ չէ, որովհետեւ մարդիկ են, ովքեր այնտեղ են ոչ մի բան չանելու համար։ Իրենք քրեական օրենսդրության պատժելի արարքի որևէ դրվագ չունեն արած եւ այդ նույնիսկ այն կասկածը, հիմնավոր կասկածը քննեն, տեսնեն ինչ ա լինում, տենց բան գոյություն չունի։ Իրենք չեն արել եւ որևէ կասկածի հնարավորություն թողնող արարք, որը քրեական օրենսդրության մեջ նախատեսված է կամ պիտի դրանով գնա քննություն։ Իրենք այնտեղ են քրեական գործի հետ կապ չունեցող հանգամանքներով, այսինքն Նիկոլի SMS-ով, այն որ ասում էր, չէ, դատավորներին 2018 թվականից արդարադատություն իրականացնողներից սարքեց վնգստացողներ ու այդ վնգստացողների համակարգով էլ հիմա ապահովում է տասնյակ քաղաքական բանտարկյալների այնտեղ լինելը։ Նարեկ Սամսոնյանի կյանքը վտանգված է։ Մենք սա պիտի հասկանանք։ Նարեկ Սամսոնյանը գնացել է այդ քայլին, որտեղ Հայաստանում չկա արդարություն եւ Հայաստանում չկա արդարադատություն։ Վազգեն Սաղաթելյանը այդտեղ է, որովհետեւ Հայաստանում չկա արդարություն եւ չկա արդարադատություն։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ իրենց գլխավորությամբ նաեւ բոլոր քաղաքական բանտարկյալները ազատ արձակվեն։ Մի քանի օր առաջ էր, որ պարոն Համբարձումյանի, Դավիթ Համբարձումյանի մարտով ընդհանրապես Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերով խիզախել էր դառնալ վարչապետի թեկնածու։ Միայն այդ փաստի համար էլ ինքն է կալանավորված։ Մեր սրբազանները, բարերարը, մարդիկ ու մահուները մենք չգիտենք։ Իրենց քաղաքացիական դիրքորոշման համար այսօր բանտարկված են։ Նարեկ Սամսոնյանի փաստաբանն էլ դիմեց ընդդիմությանը, որպեսզի քաղբանտարկյալների Սամսոնյանի եւ Սաղաթելյանի ազատ արձակման հարցը նրանց օրակարգում լինի։ Դուք էլ նշեցիք, որ ամեն ինչ անելու եք այդ ուղղությամբ։ Կոնկրետ ինչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել որպես ընդդիմություն։ Մի քայլ պիտի լինի Նիկոլին հեռացնելը, որովհետև այս ակցիաները այո ուշադրությունը գրավելու, ցույց տալու թե ինչպիսին է Հայաստանում իրենց կեղծ ժողովրդավարությունը, եթե իհարկե միջազգային հանրություն մնացել է այդ երկակի ստանդարտների եւ այդ արյունի յետևում, թող տեսնեն այս ամեն ինչը, բայց ես չեմ խաբելու որևէ քաղաքական բանտարկյալի դատին գնալով կամ իմ կամ որևէ մեկի իրենց տեսակցությունը չի լուծելու այս խնդիրը լուծվելու է դավաճան, իշխանազավթ, հայերի իրավունքները ոտնահարող, հայկականությունը ատող Նիկոլին վռնդելու եւ Նիկոլից ազատվելու փաստով։ Մկրտչյան, այդ Եվրախորհուրդը, հա, ինչպիսի լծակ կարող է ունենալ հատկապես հենց Նիկոլ Փաշինյանի վրա, կարծես թե Եվրամիության եւ Փաշինյանի հարաբերություններն այդքան էլ վատ չեն։ Լծակները շատ են, բայց ես դες հետ համաձայն եմ, խնդիրը այստեղ ցանկության հանգամանքն է։ Ունենք Եվրոպայի քաղաքական համայնքի ներկայացուցիչ պաշտոնյաները, իրենց մարդու իրավունքների պաշտպաններ, հռչակածները, մարդուն որպես բարձրագույն արժեք իբր դիտարկողները, ունեն այդ ցանկությունը, թե չէ։ Իրենք հիմա ցույց են տալիս, որ ցանկությունը չունեն, որովհետև Նիկոլային կամակատար իշխանությունն է, որոնք իրենք երազել են Հայաստանում տեսնել։ Կհիշեք նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ ամեն ծառը, կտրված տարի ինչ մեծ աղմուկի էր արժանանում, չէ՞։ Մենք օրինակ այգի էինք կառուցում, բայց այդ ազդեցության գործակալներին անհրաժեշտ էր ներկայացնել, որ դա ոչ թե այգի է, այլ ծառահատում, ինչ էին անում, կարողանում էին դրանից մի մեծ վայնասուն բարձրացնել եւ բոլոր տեսակի եւ կարգի դեսպանները խոսում էին դրա մասին, ոստիկանության բաժիններ էին գնում, բայց հիմա այդ նույն դեսպաններն ու միջազգային կառույցները լուռ են, այն ժամանակ երբ սրբազան պայքարի ժամանակ, դիմադրության շարժման ժամանակ նռնակներով Նիկոլը իր ժողովրդի դեմ է դուրս գալիս, կրակ բացելով ոստիկանների միջոցով, մեր վրա իրենք լուռ են, որտեղ ունեն իրենց կամակատար Նիկոլին։ Մկրտչյան, թույլ մեկ հարց էլ տամ, մեր այսօրվա ռեժիմը հայտնի է քաղբանտարկյաններ սպանելով։ Մենք գիտենք
օրինակներ Այո, Արմեն Գրիգորյան այս ռեժիմի զոհն է։ եւ ոչ միայն Այո։ Նարեկ Սամսոնյանը գնացել է, այսպես ասած, շատ ծայրահեղ քայլի։ Հաշվի առնելով այս փաստը մեր իշխանությունների, այսպես ասած, տրամադրվածության, գուցե հետ պահեք։ Նարեկ Սամսոնյանը գնացել է այս քայլին յուրաքանչյուրիս իրավունքների պաշտպանության եւ ազատության համար։ Դուք չկասկածեք, որ մենք այստեղ ներկա յուրաքանչյուրս, անկախ մեր կարգավիճակից, անկախ այստեղ գտնվելու մոտիվներից, կարող ենք հայտնվել Նարեկ Սամսոնյանի փոխարեն, որտեղ Նիկոլի համար Հայաստանում քաղաքացիական դիրքորոշում արտահայտող մարդը, քաղաքականությամբ զբաղվող մարդը ենթակա է պատժի։ Մարդը, որ հանդգնում է ասել, որ Նիկոլը այսօր Հայաստանը կտրտելով տալիս է Թուրքին ու Ադրբեջանցուն, ինչը յուրաքանչյուրիս աչքի առաջ է, ենթակա է պատժի, ենթակա է բռնաճնշումների։ Նարեկ Սամսոնյանի քայլը նրա մասին է, որ այս երկրում չկա արդարություն եւ արդարադատություն։ Այս երկիրը զավթված է մի խումբ Նիկոլի բանդայի կողմից, մարդիկ, ովքեր իրենց վերապահել են զենք ունենալու հնարավորություն եւ ճնշում են բոլոր Նարեկին հետ պահելու կամ ինչ-որ քննարկումներ անելու փոխարեն ես կարծում եմ մեր լավագույն օգնությունը Նարեկին եւ տասնյակ քաղաքական բանտարկյալներին այսօր Հայաստանի Հանրապետությունում մեկը կարող է լինել ուղղակի միախմբվել, համախմբվել ու ամեն ինչ անել Նիկոլին վռնդելու համար, ոչ թե մեկս մյուսի օրակարգը լրջության կամ անլրջության մակարդակի կամ չափորոշիչների համար գնահատենք։